Ղազարյան, մենք խորհրդանական ընդդիմությունից ակնկալում էինք, որ անվստահության գործընթաց պետք է սկսվի, սակայն դա այդպես էլ չի ուրվագծվում, որքան ժամանակ դեռ կա այս գործընթացը կյանքի կոչելու համար։ Ցանկացած պահի ազգային ժողովում այդ գործընթացը կարա սկսի, դրա ժամկետային սահմանափակում ստեղծության գոյություն չունի։ Հիմա կարծում եմ, որ շատ հիմնավոր է քաղաքականապես, նաև իրավական իմաստով, որովհետև այս օրերին ազգային ժողովը քննության առարկա է դարձրել կառավարության գործունեության ծրագրի 2024 թվականի հաշվետվության քննությունը, ինչպես նաև 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Սրանք իրավական իմաստով նաև հիմք են ստեղծում, որովհետև եթե պատգամավորները նկատեն շեղումներ, իսկ պատգամավորները իրենց ելույթներում արդեն նկատել են շեղումներ կառավարության գործունեության ծրագրից եւ անբավարարություն են արտահայտել բյուջեի կատարման վերաբերյալ, սա կարծում եմ հենց այն լեգիտիմ հիմքերից մեկն է, սահմանադրությամբ նախատեսված վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Հուսով եմ, որ քննարկումների արդյունքում ազգային ժողովում կգտնվի գոնե մեկ պատգամավոր, որ ցանկություն կունենա Նիկոլ Փաշինյանին հեռացնել այդ պաշտոնից։ Իմպիչմենտի գործընթաց սկսելու համար նաև վարչապետի այլընտրանքային թեկնածու է անհրաժեշտ։ Ընդդիմության միասնական թեկնածուի հնարավորություն տեսնում եք, երբ մեր ընդդիմադիրները այդքան էլ միավորման կարծես թե կողմնակից չեն այս շրջանում։ Ես չեմ կարծում, որ դրա համար պետք է միավորվեն։ Սկզբնական էտապում ցանկացած պատգամավորը, որ նախաձեռնի անվստահություն, յուրաքանչյուրիկը կարող է առաջադրել իր նախընտրելի թեկնածուին եւ քննարկումների արդյունքում որոշեն ի վերջո որ թեկնածուի տարբերակը դնեն առաջ մղեն, տանեն դեպի քվեարկության։ Դա կապված է զարգացումներից։ Տրամաբանությունը հուշում է, որ այն պատգամավորները, ովքեր ներկայացնում են Հայաստան խմբակցությունը, կարող են առաջադրել Ռոբերտ Քոչյանի թեկնածությունը, նրանք ովքեր պատիվ ունեն խմբակցությունը, Արթուր Վանեցյանն իմաստով, որ նրանք ղեկավարել են դաշինքները։ Բայց դա պարտադիր պայման չէ, այսինքն պատգամավորները կարող են առաջադրել նաև այլ թեկնածուներ։ Դա իրենց պատասխանատվության հարցն է, որովհետև թեկնածու կարող են առաջադրել միայն նրանք, ովքեր ցուցաբերում են նախաձեռնություն։ Ես իրենց փոխարեն չեմ կարող ասել, թե իրանք ինչ որոշումներ կայացնեն, ամեն պատգամավորի իրավասության հարցն է, բայց ամեն մի պատգամավոր առանձին վերցրած այդ գործընթացը կարող է նախաձեռնել։ Այսօր մենք ունենք ցավալի արձանագրում, որ դեռևս 107 պատգամավորներից ոչ ոք այդպիսի գործընթաց չի սկսել։ Ամեն դեպքում, երբ ասում ենք մանդատները վայրդրեք, իրենք ասում էին, որ իմպիչմենտի հնարավորություն կա, մենք դա կնախաձեռնենք։ Եթե դա չարեցին, հետևապես արդյոք մինչև 2026 թվական այս ընդդիմությունը պետք է մնա եւ աշխատի այս խորհրդարանում։ Մինչև 21 թվականից մինչև հիմա նրանց գործունեությունը պարլամենտում պետք է գնահատել խիստ բացասական։ Հատկապես 2022 թվականի օգոստոսի 2-ից հետո, երբ որ նրանք ունեին անվստահություն հայտնելու հնարավորություն։ Նրանք այդ հնարավորությունից եթե չեն օգտվում, դա իրենց լեգիտիմ ընդեղ գտնվելու կարգավիճակի միակ հիմքն է, որովհետև իրենց ընտրողները յուրաքանչյուրը իրենց պատգամել է լինել ազգային ժողովում այդ խնդրով զբաղվելու համար։ Եթե նրանք այդ խնդրով չեն զբաղվում, ուրիշ որևէ գործունեություն մեծ համար, ինձ համար կոնկրետ անհետաքրքիր, այսինքն միայն ելույթներ ունենալ, միայն հարցեր տալ եւ այլն, դա կարելի անել նաեւ չլինելով պատգամավոր։ Ես ինքս էլ դա անում եմ ու կարող է պարզվի, որ ոչ միայն ես, այլ շատ այլ գործիչներ, ոչ պակաս ակտիվությամբ եւ ինտենսիվությամբ, բայց մենք պատգամավոր չենք։ Այսինքն պատգամավոր լինել նշանակում ունենալ օրենքով սահմանված լիազորություններ, որոնք պետք է գործադրվեն եւ եթե դրանք չեն գործադրվում, ապա անհասկանալի է, թե այդ կարգավիճակը ում է պետք։ Քաղաքական գործունեության զբաղվելու համար պարտադիր չի լինել պատգամավոր։ Պատգամավոր պարտադիր է լինել պատգամավորի լիազորությունից բխող գործողություն անելու համար։ Իսկ դա տվյալ պահին անվստահության գործընթացն է։ Այո, ես կարծում եմ, որ պատգամավորները եթե շարունակեն իրենց մինչև հիմիկվա կեցվածքը եւ այդպես էլ մինչև 2026 թվականի այդ գործընթացը չնախաձեռնեն, նրանք կարծում եմ շատ չափազանց խոցելի են դառնալու քաղաքականապես եւ վտանգելու են իրենց քաղաքական կարիերան ընդհանրապես, որովհետեւ ցանկացած ընտրող իջնից սկսած մինչև ցանկացած մեկը այդ հարցադրումները նրանց տալու հնարավորություն եւ իրավունք ունենալու եւ ես չեմ կարծում որ իրանք կարող են դրա համար խելամիտ բացատրություններ, որովհետեւ մինչեւ հիմիկվա իրանք հնչեցրած բացատրությունները խելամիտ չեն, չեմ կարծում որ այդ ընթացքում նոր բացատրություններ կարող է հեղինակեն, որը մարդկանց համոզում։ Ղազարյան, վերջին հարց, մի քանի փորձեր կարծես թե եղավ, ասում էին չի հերիքում ձայներ եւ այլն։ Հիմա դուք այդ մտավախությունը չունեք, որ սկսելու դեպքում էլ կտապալվի, որովհետեւ ԿՊ-ից անհրաժեշտ ձայներ չեն լինի։ Դեռևս ոչ մի փորձ չի եղել, սա վստահ եմ ասում, որպեսզի մտածենք թե դա կհաջողի թե կտապալի, այսինքն դեռևս անվստահություն հայտնելու գործընթաց երբևէ չի եղել։
Իսկ դա կհաջողի թե չէ, ես վստահ եմ, որ կհաջողի, եթե այդ գործընթացին նաև ունենանք մենք հասարակական աջակցություն։ Իսկ հասարակական աջակցություն կարելի է ակնկալել, եթե այդ գործընթացը կա։ Մեր պատգամավորները հակառակ տրամաբանությամբ են ասում։ Ասում են դուք եկեք մեզ աջակցեք, որպեսզի մենք գործընթաց սկսենք։ Դա բան չի լինում։ Դու նախ պետք է քո պարտականությունները կատարես, եւ եթե մենք տեսնենք, որ դու ճիշտ ճանապարհի ես, նվիրված ես քո գաղափարներին, եւ կարիք ունես մեր աջակցության, այդ դեպքում մենք էլ կաջակցենք, որովհետեւ այդ գործընթացի համար ամենևին պարտադիր չի հասարակական աջակցություն։ Սահմանադրության մեջ գրած է, որ պատգամավորները կարող են անվստահություն հայտնել կառավարությանը, բայց գրած չի, որ դրա համար պետք է նաեւ փողոցում կանգնած մարդիկ։ Դա կարելի անել նաեւ առանց դրա։ Եթե սկսեն ու պարզվի, որ դա անհրաժեշտ է, եւ մենք զգանք, որ իսկապես մեր ներկայությունը իրավիճակը կփոխի, ես կարծում եմ, որ մի ժամ է պետք, որ նույնիսկ ոչ միայն Երևանից, այլ հեռավոր քաղաքներից մարդիկ հասնեն մայրաքաղաք։ Շնորհակալ եմ։ Ես